Պարոն Մամիջանյան, երեկ երբ ֆինանսների նախարարն ասաց, որ կարծեմ խիզախ որոշում էր այդ միլիոնավոր պարգևատրումները եւ կառավարություն հարց պատասխանի ժամանակ էլ փորձելով այսպես հիմնավորել այդ միլիոնների պարգևատրումները, Նիկոլ Փաշինյանը այսպես մեղադրանքներ հնչեցրեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ծրարներով փողեր էր տալիս, կարծես եւի պետական ապարատին նկատի ուներ նախարարներ եւ այլն, անգամ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մեղադրեց, որ իրենք էլ իրենց ղեկավարներից են ստանում, ինչպես է գնահատում այս հայտարարությունները, սրանք այսպես ասած այս հանրային դժգոհությունը պարպելու միջոց են եւ արդյոք մարդիկ կհասկանան, լավ, եթե անգամ նախկինների դեպքում, այսպես ասած, եղել են նման երևույթներ, եթե եղել են իսկապես, այս դեպքում դա այսօրվան արդարացնելը կհասկանա հանրությունը, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նախ այդ խիզախ որոշումը ինձ շատ դուր եկա։ Ժողովուրդ փաստորեն 2018-ին որ ասում էին դուխով, այդ նկատի ունեին, որ իրանք դուխով իրանց աշխատավարձը կկրկնապատկեն, ապարից բուն իմաստով կկրկնապատկեն։ Իսկ տատիկներին ու պապիկներին 9000 դրամով կավելացնեն կենսաթոշակը միջին։ Ինչ դուխով տղեկ են արը, տղաներ եւ աղջիկներ են։ Դրանց դուխը հազվադեպ է, դուխով որոշես, որ քո աշխատավարձը կրկնապատկում ես։ Նախանձելի դուխը։ Այդ իսախի մասը։ Երկրորդը պարոն Մինասյանի հայտարարության հետ կապված հայտարարության մասով իմ համար շատ ծիծաղելի էր երեկվա Փաշինյանի ասածը։ Ինքը երեք հայտնաբերեց, հա, որ եղել է հայտարարություն, որ իրեն գումարներ է վճարվել։ Մարդը, ով որ իր երկերի տակի կոմենտներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երեք իմացավ, դե դա ծիծաղալու է։ Մինչ օրս այդ հայտարարությունը չի հերքվել։ Երեկվա ասածը հերքում չէր, երեկվա ասածը աբսուրդ էր։ Եվ քանի որ այս թեման շատ է շահարկվել, բազմիցս պատասխաններ եղել են, դրա մասին քրեական գործ կա եւ դրա վերաբերյալ այդ քրեական գործի դերակատարները հայտարարություններ են տարածել, ես այդ դաշտ չմտնեմ։ Բայց գիտեք, պարոն Մինասյանի այդ հայտարարության նպատակը ոչ թե այն էր, որ տարբեր շրջանակներ իրանց էժանագին տելեգրամներով փորձեն թիրախավորել դրանով Մինասյանին կամ հանրապետականին, դա արվում էր նրա համար, որ մնացած փոխտվողներն էլ Փաշինյանին Փաշինյանի իրանց մասին ստեր չգրելու համար, Փաշինյանի կողմից սուտ իրանց ընտանիք չմտնելու համար վճարողները նույնպես դրա մասին խոսեն, այդպիսիք շատ են։ Պարզապես պարոն Մինասյանը խիզախություն ունեցավ դրա մասին խոսելու, հույս ունենալով, որ դա կդառնա վարակիչ։ Ցավոք սրտի մինչ օրս չդարձավ, բայց դեռ ուշ չի։ Բոլոր են մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով, իսկ դա շորտման տեսակ է, էլի փաստացի, ենթարկվել են այդ պրոցեսներին, որոնք իրենց հայտարարությամբ կարող են եւս մեկ անգամ վերահաստատել, որ Փաշինյանը սովորական ծախու լրագրող է եղել, լավ կլինի, որ դրա մասին խոսեն։